ամենաուշագրավ, ամենահետաքրքրական, ամենահուզական դրվագների իմ անձնական հնգյակը։ Շուշանի հաղթելու շանսերը ես գնահատել էի 10-ից 9։ Բանել եմ Arm Games-ի ամենաուժեղ աղջիկը, նրա մասին որևէ մասնակից որևէ բացասական խոսք չի ասել։ Լինելու է առանձին, էքսկլյուզիվ եւ ծավալուն հարցազրույց։ Շատ շուտով սկսվելու են նոր եթերաշրջանի նկարահանումները։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Դե ինչ, ավարտվեց Arm Games-ի Աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանը եւ այս առիթով կարծում եմ երկրպագուները մի փոքր տխրել են։ Շտապեմ ձեզ ուրախացնել, Melikyan's Production-ը մեզ չի թողնի երկար ժամանակ առանց ռեալիթիների, շատ շուտով սկսվելու են նոր եթերաշրջանի նկարահանումները, որի վերաբերյալ մանրամասները կիմանաք Arm Games-ի պաշտոնական էջերից։ Այս ալիքում ես փորձելու եմ վերլուծել նաև նոր եթերաշրջանի սերիաները, այնպես որ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա թողարկումները։ Ինչպես նաև եթե բաց եք թողել արդեն ավարտված եթերաշրջանի նախորդ սերիաների վերաբերյալ իմ մեկնաբանությունները, դրանց հղումները կգտնեք այս տեսանյութի ներքո։ Դիտեք այդ թողարկումները, եթե բաց եք թողել կամ եթե պարզապես արդեն իսկ կարոտել եք ձեր սիրելի ռեալիթին։ Այսօր ես մանրամասն չեմ քննարկելու եզրափակիչ սերիան, փոխարենը ներկայացնելու եմ ամբողջ եթերաշրջանի ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ, ամենահետաքրքրական եւ ամենահուզական դրվագների իմ անձնական հնգյակը։ Դուք եւս մեկնաբանություն եմ գրեք, թե ձեր համար ամենահուզականն ու տպավորիչը ինչ է եղել այս եթերաշրջանում։ Իսկ մինչ այդ ձեզ հիշեցնեմ, որ եթերաշրջանի մեկնարկից առաջ ես հատուկ թողարկում էի պատրաստել ռեալիթի շոուի բոլոր մասնակիցների վերաբերյալ եւ փորձել էի գնահատել նրանց հաղթելու շանսերը։ Եթե տեսել եք այդ թողարկումը, կհիշեք, որ Շուշանի հաղթելու շանսերը ես գնահատել էի 10-ից 9։ Նրանից բարձր միայն երկու մասնակցի շանսերն էի բարձր գնահատել, նրանք են Հայդալեկը եւ Ռաֆը։ Ինչպես գիտեք, երկուսն էլ անցան եզրափակիչ, սակայն չկարողացան հաղթել։ Ես շատ ուրախ եմ Շուշանի հաղթանակի կապակցությամբ, նախորդ թողարկումներում նրան շատ եմ գովել, անվանել եմ Arm Games-ի ամենաուժեղ աղջիկը։ Նա արժանապատվորեն է անցել թե ֆիզիկական վարությունը, թե հոգեբանական փորձությունները, եղել է թե բլոգերների թիմում, թե աստղերի թիմում եւ նրա մասին որևէ մասնակից որևէ բացասական խոսք չի ասել։ Ես շնորհավորում եմ Շուշանին եւ նրա երկրպագուներին հաղթանակի կապակցությամբ եւ հատուկ իմ ալիքի հետևորդների համար հարցազրույց եմ պատրաստում նրա հետ։ Լինելու է առանձին, էքսկլյուզիվ եւ ծավալուն հարցազրույց, այնպես որ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք այդ հարցազրույցը։ Arm Games-ն ունեցավ արժանի հաղթող եւ այս եթերաշրջանը ընդհանուր առմամբ իմ կարծիքով շատ ստացված է եւ մենք արդեն իսկ սկսել ենք որոշակի կարոտ զգալ դրա նկատմամբ։ Ուստի առաջարկում եմ վերհիշել, թե ինչպիսին էր այն իմ առանձնացրած դրվագներում, որոնք ես բաշխել եմ 1-ից 5-րդ հորիզոնականներում որպես ամենատպավորիչ եւ ամենահետաքրքրական։ Եվ այսպես, եթերաշրջանի ամենատպավորիչ դրվագների հնգյակը բացում է այն տեսարանը, երբ առաջին սերիայում առաջին մեծ խաղի ժամանակ Լիան բարձրացել էր կուբերի վրա, որպեսզի կարողանա բարձր աշտարակ կառուցել։ Այստեղ մասնակիցները իսկապես ռիսկի էին դիմում եւ նրանք իսկապես վտանգում էին իրենց հանուն հաղթանակի, եւ եթե հիշում եք, այդ պահին աղասը նույնիսկ Լիային կոչ էր անում, որպեսզի իջնի, վերջին կուբը չտեղադրի, սակայն Լիան գրեթե լացելով նրան խնդրում էր, աղաչում էր, որպեսզի եւս մեկ կուբ տա, որպեսզի նա կարողանա ել ավելի բարձր աշտարակ կառուցել։ Աղասը հրաշալի է աշխատում, հրաշալի։ Ամենատպավորիչ դրվագների հնգյակի 4-րդ հորիզոնականում Եվա Լիա զույգի պայքարն էր ընդդեմ Մանո Վահագ զույգի։ Սա շատ հուզումնառատ խաղ էր, որի ընթացքում հատկապես Եվայի հույզերը շատ տպավորիչ էին եւ հրաշալի էր տեսնել, թե նա որքան սրտացավ է, որքան է ուզում հաղթել եւ որքան է վախենում պարտվել։ Եվայի հույզերը էկրաններից հաղորդվեցին մեզ եւ մեզ եւս որոշակի հուզեցին։ Բազմաթիվ մասնակիցներ են եղել վտանգավոր գոտում, սակայն ամենաշատ էմոցիաներ մենք ստացել ենք Եվայից եւ Էրմինայից, որին կներկայացնեմ հաջորդ դրվագի ժամանակ։ Մինչ այդ ուզում եմ ասել շնորհակալություն աղջիկներին մեզ այդքան շատ հույզեր պարգևելու համար։ Եթերաշրջանի ամենահիշարժան տեսարանների հնգյակում 3-րդ հորիզոնականում Էրմինա Լիա մենամարտն է, որի ժամանակ Էրմինան այնքան է հուզվում, որ խաղի ավարտին պարզապես փլվում է հատակին եւ լաց լինում։
այդ ինչ է անում ռեալիթին մասնակիցների հետ, որ նրանք դառնում են այդքան հուզառատ։ Հեռուստադիտողներին կարող է թվալ, թե դա ընդհանրապես խաղ է եւ շոու է, սակայն ռեալիթի առանձնահատկությունը հենց դա է, որ այստեղ գրեթե բոլոր էմոցիաները բնական են։ Մարդիկ իսկապես հուզվում են։ Հատկապես այն մասնակիցները, որոնք ազարտային են, սիրում են պայքարել, հաղթել, նրանք իրապես շատ հուզվում են եւ ամենատարբեր էմոցիաները կարող են արտահայտել։ Էրմինայի հուզմունքը եւս փոխանցվում է մեզ հեռուստաէկրաններից եւ հասնում է մեր սրտերին, բացի այս դրվագը կարևոր է նրանով, որ ի վերջո Էրմինա, Ռաֆ, Էմմա եռյակը այդ կոալիցիան կարողացավ հաղթել իրենց դեմ պայքարող կոալիցիայի գլխավոր կերպարին Լիային։ Աստղերն ընդդեմ բլոգերների եթերաշրջանի ամենատպավորիչ դրվագների հնգյակում երկրորդ հորիզոնականը ինձ համար Ագնեսի դավաճանությունն է։ Ու թեև դավաճանությունն ինքնին վատ արարք է եւ գովելի չէ, սակայն այստեղ պիտի վերաբերվենք որպես խաղային զարգացում եւ հիշենք, որ խոսքը պայքարի եւ խաղի մասին է։ Ինձ համար այստեղ ամենակարևորը Ագնեսի կերպարանափոխությունն է։ Ի սկզբանե նա խաղում դրսևորվում էր որպես բարի, ընկերասեր, ոչ այդքան աչքի ընկնող կերպար, սակայն եզրափակչին մոտ նա արդեն երևաց որպես ավելի որոշիչ, ավելի շատ ցույց տվեց իր բնավորությունը եւ դառավ ավելի տպավորիչ որպես մասնակից։ Ագնեսն իր ազնական շահերը վեր դասեց թիմային շահերից եւ այստեղ նրան քննադատելու առիթ չունենք, քանի որ թիմի ներսում արդեն իսկ կար տրամադրվածություն նրա նկատմամբ, Ռաֆոն, Ռուբոն եւ նույնիսկ Մանոն պատրաստում էին նրա դեմ քվեարկել եւ այսպիսով Ագնեսը այդ քայլով ոչ միայն ապահովեց իր տեղը եզրափակչում, այլև կարողացավ հիշվել որպես պայքարող եւ ուժեղ մասնակից։ Եվ ամենատպավորիչը այս եթերաշրջանում ինձ համար եղել է Էրմինա, Էմմա, Ռաֆ եռյակի հաղթանակը իրենց թվով գերակշռող կոալիցիայի նկատմամբ։ Եթե հիշում եք երրորդ սերիայում, երբ Վակոն եւ Անայիսը լքեցին խաղը, այս երեքը մնացին իրենց դեմ խաղացող հնգյակի դեմ եւ կարծես թե պարտությունը նրանց համար անխուսափելի էր կամ առնվազն նրանք պիտի հաճախակի հայտնվեին վտանգավոր գոտում։ Սակայն դա տեղի չունեցավ այս եռյակի գրագետ եւ խելացի խաղի շնորհիվ։ Չորրորդ սերիայում եւ հակամարտող կոալիցիայի անդամները իրենց բոլոր ձայները տվել էին ընդդեմ Ռաֆի, նա իմունիտետի քարտով զրոյացրեց այդ ձայները եւ փոխարենը կարողացան վտանգավոր գոտի ուղարկել Եվային եւ Լիային։ Դա հաջողվեց նրանց խելացի հաշվարկի շնորհիվ, որովհետեւ նրանց եռյակը քվեարկել էր Լիայի դեմ, իսկ Աստղերի թիմին նոր միացած Ռոզալիան Եվայի դեմ։ Այսպիսով ընդամենը մեկ ձայնով նրանք կարողացան նույն կոալիցիայից երկու մասնակցի ուղարկել վտանգավոր գոտի, որտեղից նրանցից մեկը հետ չվերադարձավ եւ առհասարակ նրանք կարողացան բոլոր մրցակիցներին հեռացնել խաղից միջև եզրափակիչը եւ Աստղերի թիմի միակ 3 անդամները, որ հայտնվեցին եզրափակչում, հենց Էրմինա, Էմմա, Ռաֆ եռյակն էր։ Վերկեք։ Էմման կվերադառնա ու հերթով այսենց Հենց այսպիսի քայլեր են պետք այս ձևաչափի ռեալիթիներում։ Սա շատ ավելի հետաքրքիր է, քան վեճերը, բղավոցները, մասնակիցների միջև ընկերությունը, համակրանքը, հակակրանքը։ Այս ձևաչափում պիտի կարողանալ կազմել ճիշտ կոալիցիաներ, անել ճիշտ քայլեր, որպեսզի հնարավորինս երկար մնալ նախագծում եւ հաղթել։ Սա էր իմ առանձնացրած ամենատպավորիչ դրվագների հնգյակը։ Մեկնաբանությունում գրեք, թե ձեզ համար ինչն է եղել ամենատպավորիչը կամ ամենահուզիչը։ Այսպիսով ես հրաժեշտ եմ տալիս Arm Games-ի այս եթերաշրջանին։ Այն ինձ համար տպավորիչ էր նաև նրանով, որ հենց այս եթերաշրջանի բոլոր սերիաները ես մեկնաբանեցի իմ YouTube-յան ալիքում։ Սա ինձ համար նոր փորձառություն էր, հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ։ Ընթացքում եղել են տեխնիկական եւ այլ դժվարություններ, եղել են բազմաթիվ չստացված կադրեր, որոնք գուցե ես հավաքեմ մեկ ամբողջ տեսանյութում եւ ներկայացնեմ ձեզ առաջիկայում։ Եթե ձեզ դուր են գալիս ռեալիթի շոուները եւ դրանց քննարկումները, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի հետագա եթերաշրջանները եւս միասին քննարկենք։ Կհանդիպենք շուտով։